Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Տեսեք, թե ինչ լկտի հայհոյանքներ եւ բառապաշար են օգտագործում կալուգացի օլիգարխի ընտրատասովշիկները պատերազմի վետերանների մասին։ Անջանիսկանը կաղատնեց ասեմ ասեն չէ չենք կարող մետանք ամջան բոզի տղա էսել անք ախպեր պատկերացրու որ ասել ընես մարտիկա մեշ որ ասելու չէ էլի հա ուրեմն տոշնել իմացել եմ տեղը ապեր բայց դա ուրիշ մարդու է իշքան ես գիտեմ հա դե ի՞նչ արենք ուրիշ մարդու է նավիգատորը գրեք կոնգրես կեթա կախպեր հա ոշխներին կտանեմ արա կեսը ոչ ճամփա գիտեն ոչ դեղի դերա որս տանեմ Այս մարդկանց պետք է տալ ուղակի 0 ձայն քլիա օլիգարխիկ համակարգը ով սեփական ժողովրդի հետ այսպես է վարվում ու այսպես է խոսում պետք է ստանա 0 ձայն Այ համբալ հայերեխուն հաց ու ջուր տալը սանատորի է դու քո երեխեքին հաց ու ջուր չես տվել մեր երեխեքի վրա պետք է պահես այդ փողը աշխատես 220 միլիոն 220 միլիոն դոլար փող աշխատես, հա? Մեր վրա, մեր երեխեքի վրա, հիմա էլ կանգնում ասում ես հայի ինչ ասում հայի ինքնությունը, դու այ համբալ, դու ինչ կապ ունես հայի ինքնության հետ, հայի ինքնությունը հայոց լեզուն է, դու գրել կարդալ գիտես, հայի ինքնությունը մեր հավատն է, դու սաղ գիտեմ, որ դու անաստված, անհավատ հայրմերը չիմացողն ես, հայի ինքնությունը մեր պատմությունն է, դու մեր պատմության մարտի 1-ն ես, դու մեր պատմության հոկտեմբերի 27-ն ես, դու ես մեր ինքնությունը, դու Հայաստանի Հանրապետություն եկել ես խոպան անելու, հիմա էլ այդ արնախումները մեր 44 օրյա պատերազմի զոհերի թիվն են ավելացնում, իրանց արունը քիչ է, իրանց շատ արուն է պետք, 3833 զոհ ունենք սիրելի հայրենակիցներ, քրեական գործով հաստատված, ունենք բնական անհայտ կորածներ, որոնց թիվը 160-ի մոտ է և որոնց մասին մենք այս պահին չենք խոսում, բայց խեք մեր մարդկանց զոհի վրա փորձում քաղաքական դիվիդենդ շահեք, ես չեմ հասկանում դուք ինչ կապ ունեք այս ժողովրդի հետ։ Ողջունում սիրելի բարեկամներ։ Միացեք շատ կարևոր բանի մասին խոսելու։ Կիսվեք, տարածեք, թող Նատալի Ալեքսանյանն էլ լսի այս ուղիղ եթերս, Ռոման Բաղդասարյանն էլ լսի այս ուղիղ եթերս։ Լավ, քանի կմիանաք, ես կարդում եմ Նատալի Ալեքսանյանի հայտարարությունը ինձ ուղղված։ Կարդում եմ, Գևորգ Սուջան, քեզ առաջին և վերջին նախազգուշացումը, Նատալի Ալեքսանյանը անում է ինձ։ Մինչ օրս համեստորեն լռել եմ, թե ինչեր ես արել մինչ գերի ընկնելը, ումից ինչ ու ինչքան ես կերել, կարդում եմ, համեստորեն լռել եմ, թե ոնց գերի ընկար ու բեռ դարձար Հայաստանի ու Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա, ուշադիր լսեք, լռել եմ, թե ինչ է եղել Ադրբեջանում, այս աղջիկը գիտի ինչ է եղել Ադրբեջանում, այսինքն Ադրբեջանի հետ կապեր ունի Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, լրտես է, լավ է, ես այդպես եմ մեկնաբանում, հաջորդ ասպատ բեր դարձար հայ վարչապետի վրա, ինքը խոսում է վարչապետի անունից, բայց վարչապետը ինքը խոսալու իրավունք չունի,
Ես այսօր հարցում եմ արել ու ինքը կառավարության հետ առհասարակ կապ չունի, ոչ էլ Ռոման Բաղդասարյանը կապ ունի կառավարության անդամների հետ։ Բայց կա վարչապետի անունից է խոսում, որ ես բեռ եմ դարել հայ վարչապետին։ Ուրեմն բեր դարձար հայ վարչապետի վրա, լրել եմ թե ինչ է եղել Ադրբեջանում քանի անգամ ու ոնց է եղել։ Լսում եք ինչ ասում։ Գևորգ մի փորձիր հերոս կամ ուժեղ տղա ձևանալ։ Նատալի Ալեքսանյան։ Մի փորձիր ու չփորձես ինքնահաստատվել Ռոման Բաղդասարյանի նման ազնիվ մարդու հաշվին։ Սա քեզ առաջին ու վերջին նախազգուշացումը։ Ինքից նախազգուշացում է տալիս Նատալի Ալեքսանյանը։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ բարձրաձայնել, թե Ադրբեջանում ինչեր ես երգել, քանի անգամ ու որ դիրքով։ Այ ես շատ հետաքրքիր է, ես ես քո ուրեմն գրառումը փոխանցել եմ վաղը մեր ազգային անվտանգության ծառայությունից, թե դու որտեղից գիտես, որ ես երգել եմ, կամ քանի անգամ եմ երգել, կամ ինչ եմ երգել, կամ ինչ դիրքով եմ երգել, հետաքրքիր կլինի, որովհետև մեր ազգային անվտանգության ծառայությունը պետքա սա իմանա, ու սա ես անպայման փոխանցելու եմ։ Դու չմտածես, թե ինչ-որ մեկի հետ գործ ունես, Նատալի Ալեքսանյան, դու ահա որ քեզ գցում ես կեղտի մեջ։ Ես քո բառապաշարով չեմ խոսալու քո հետ, որովհետև ես բարձր եմ ավելի մակարդակով։ Ես քո բառապաշարը հաստատ չունեմ։ Համենայն դեպս քեզ զգուշացնում եմ, որ քո ցանկացած բառ, ցանկացած արտահայտություն, ցանկացած հայտարարություն, ինչ իմ դեմ անես անհիմն, բոլորը օգտագործվել է քո դեմ դու պատասխան ես տալու, ես հիմա հանրային խոստանում եմ։ Դու չմտածես, թե ես ինչ-որ մեկն եմ, ում որ դու Ռոման Բաղդասարյան ես քան ժամանակ մանիպուլյացիայով, չգիտեմ ինչերով, մարդկանց էջերում գցել պախարակի կամ հայա խառը խոսացել է կետի անցնելու է, դա չի անցնելու։ Կարդամ ավարտեմ քո գրառումը, հետո կշարունակեմ։ Հեգը իսկ Ղարաբաղյան կլանի հերը ես կանից եմ։ Բաքվի բանտում հերոս չխաղաս։ Նրանց ոդկը Երևան չի մտնելու, դու ես որոշողը ոդկը Երևան կմտնի թե չի, կամ ոնց ես նրանց հերը անիծելու։ Նատալի Ալեքսանյան, այդ ոնց ես չթողելու Երևան։ Ասեմ, որ դու կառավարության հետ աղերս չունես, իսկ Ալեն Սիմոնյանի հետ որ նկար ես գցել, դա էլ հիմա գիտեմ ոնց է տեղի ունեցել, նես որ Ալեն Սիմոնյանի հետ էլ դու կապ չունես, արխային եղե աղջիկ ջան։ Հետո իմ հիշելով մի հոդված էլ իմ մասով էիր գրել ու անմիջապես հեռացել։ Մնացած տղաներին բարի վերադարձ։ Առաջին ու վերջին նախազգուշացումը Սուջան Գևորգին։ Ուրեմն լսի, Նատալի Ալեքսանյան, դու քանի որ հայտարարությունները արել որ կզանգես Ադրբեջանի նախագահին, չգիտեմ, կասես որ դրանք չվերադառնան, այդպես հայտարարություններ էիր արել։ Դու Ռոմանը խոսում եք Ադրբեջանա մեծ, Հայաստանի շահերը տապալում եք, որովհետև Հայաստանի հիմա մեր կառավարության ու Հայաստանի Հանրապետության ուսերին է դրված իրենց վերադարձի հարցը, ու դուք անպագորգոր, չգիտեմ, ձեզ ճղում եք, չգիտեմ ինչեր եք անում, Ռոմանը այդքան դուխ չունեցավ իմ հետ կապի դուրս գար կամ գրեր, քեզ ուղարկե։ Ես ուղիղ ասում եմ, արի, դու Ռոմանը ու ես քայլենք Երևանի փողոցներով, տեսնենք, դուք ով եք ու ես ով եմ, ում ոնց են մարդիկ վերաբերվում։ Այդ մեկ։ Հաջորդը, ուղիղ ասում եմ, վերցրեք ձեր հազարատ կամերաները ու եկեք որտեղ ուզեք դեմարդեմ նստենք դեբատի։ Այդ երկուս։ Երրորդ, եթե ձեր դուխ այդքան չի հերիքում, եկեք վիդեո դեբատի։ Բայց ասեմ, որ ես ձեր մակարդակին չեմ, հայույա խառը արտահայտություններ բաներ հանկարծ արեք, էլի եմ ասում ձեր դեմ օգտագործվելու։ Չփորձեք իմ այդպես խոսակ, ես դա թույլ չեմ տա։ Իսկ ինչ մնում է ինձ նախազգուշացնելու, աղջիկ ջան, դու երևի խառն ես։ Հաջորդը, մինչ օրս համեստորեն լռել եմ, թե ինչեր ես արել, մինչ գերի ընկնելը, ումից ինչ ու ինչքան ես կերել։ Պետք է ապացուցես, եթե չապացուցես, պատասխան ես տալու, ես ասում եմ ես հայտարարությունը, ես պահել եմ իմ մոտ, ես վաղը ազգային անվտանգություն եմ գնալու, այս հայտարարությունը տալու եմ ազգային անվտանգությունը, որպեսզի պարզեն, թե
Ես ոնց եմ գերի ընկել, ինչ պայմաններում եմ գերի ընկել, որ դու լռել ես այդ մասին միջով այսօր չես խոսացել, որ բեռ եմ դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա, դա ընդհանրապես քո խնդիրը չի, դու ոչ մեկ ես, որ վարչապետի անունից խոսաս կամ ասես ես բեռ եմ դարել վարչապետին, թե չէ, թե կամ ես ոնց եմ ընկել, ով է մեղավորը դրա ու ինչ պատճառներով եմ ես ընկել։ Դու ոչնչություն ես, որ այդ առումով խոսաս, ես քեզ թույլ չեմ տալիս, որովհետև դու այդքան չկաս, ու դու ոչ մեկ ես, որ պետության անունից խոսաս կամ ինչ որ պետության ներկայացուցիչ ղեկավարի անունից հանդես գաս, որպես մամլո խոսնակ։ Հետո լռել եմ, թե ինչ է եղել Ադրբեջանում։ Ժողովուրդ ուշադրություն դարձրեք, ես ինչ ասում։ Ասում եմ լռել եմ, թե ինչ է եղել Ադրբեջանում, իսկ ինչ է եղել Ադրբեջանում, Նատալի։ Դու որտեղից գիտես ինչ է եղել Ադրբեջանում, միգուցե իրանց լրտեսն ես, միգուցե դու ունդեղ ես եկել, ինձ տեսել ես տենց հերվից կամերաներով կամ բանով ու ես չեմ իմացել։ Միգուցե դու կապ ունես իրանց հետ, մի հատ մեկնաբանի բացահայտի մի հատ հələ ասա էլի, մի հատ ասա իմանանք, հայ ազգին մի հատ բացատրի, ինձ էլ բացատրի, տեսեմ դու որտեղից գիտես։ Քանի անգամ ու ոնց է եղել Ադրբեջանում։ Մի հատ դու այս հայտարարության համար պետքա հաշվետվություն ներկայացնես, թե դու որտեղից գիտես, որովհետև վաղը ես հայտարարություն եմ տալու ազգային անվտանգության ծառայությունում, ես ասեմ, որ ազգային անվտանգության ծառայությունում ես ու բոլոր եկածները դիմում ենք տվել, ցուցմունք ենք տվել, խոսել ենք ինչա, ոնց է եղել եւ այլ եւ այլ եւ այլ, ասենք մեր ազգային անվտանգության ծառայությունը այդ ամեն ինչին ոնց ենք ընկել, ինչ ա եղել եւ այլն ամեն ինչին ընկել, իրանք տիրապետում են, իրանց համար էլ շատ հետաքրքիր կլինի, որ դու իրենց մեկնաբանես ու ցուցմունք տաս, թե որտեղից դու գիտես, թե ինչ ա եղել, դու իմ քննիչը չես ու ինձ հետաքրքիր է, թե որտեղից դու դա գիտես, ինչ ա եղել, ոնց ա եղել, հետո մի փորձիր հերոս տղա կամ ուժեղ տղա երևալ, ես ուժեղ տղա եմ ու ես հերոս եմ, բայց քո հերոսներից չեմ, որովհետև քո հերոսներից մենակ անառակները կարան լինեն, իրոք եմ ասում, հետո էլի եմ ասում, եթե այդքան կաս Թուրքիայից արի Հայաստան ու իրար հետ քայլենք փողոցով, Ռոման Բաղդասարյան քեզ էլ եմ ասում, եթե այդքան կաս արի դուրս իրար հետ փողոցով քայլենք, տեսնենք ով ում ոնց է վերաբերվում, փողոցում դուրս գանք ու քայլենք իրար հետ։ Նատալի դու էլ այտենց հերվից, ինձի չփորձես հանկարծ վախացնես, ոչ էլ Ռոման քեզ էլ կարամ գտնեմ, Նատալի դու էլ Հայաստան կգաս, Հայաստանում քո պատիժը կկրես, չփորձեք իմ հետ հանկարծ մանիպուլյացիայով, շանտաժով կամ վախեցնել ինձ, հանկարծ չփորձվեք, նայեք ես ձեզ զգուշացնում եմ, դուք ինձի ուրիշների հետ եք խառնում, ու այն որ ասում ես մինչև պատերազմը ումից ինչքան ես կերե ինչ ես արել, դու դրա համար էլ պատասխան կտաս, փորձվի, հանկարծ, անհիմն հայտարարություններով, մարդկանց մոտ կեղծ կարծիք ստեղծելով, տպավորություն փոխելով, փորձի զբաղվես, ու տես քեզ ինչ է օրն եմ գցելու, իրավական առումով ու հանրային առումով, նա ինչ եմ ասում, ոչ մի բանի առաջ չեմ կանգնի, ոչ մի բանի առաջ, Նատալի, նո ես էլ ասեմ, քանի որ այսքան մարդ է նայում, ասեմ, ես հարցում եմ արել կառավարությանը, դու ու Ռոման Բաղդասարյանը որևէ կապ ոչ մեկի հետ չունեք ու կառավարությունը թույլ չի տվել, որ դու իրենց անունից դուք հանդես գաք, հասկացար, ու սրանից հետո հանկարծ, ու ժողովրդի մոտ մարդ կար, որ մասսա կար, որ մտածում էր, որ Ռոման Բաղդասարյանը կառավարության ինչ-որ ուժերի հովանու ներքո է այտենց իրան պահում, այտենց բան չկա ժողովուրդ ջան, կառավարությունը ընդհանրապես կապ չունի իր հետ, ու մարդ կար ասում էր, որ ինչ-որ հատուկ ծառայություններում աշխատում, հակահետախուզությունում աշխատում Ռոմանը ինչ, այտենց բան էլ չկա, ամեն ինչի ես ճշտել եմ, եղավ, ու այդ սրանց մի վախեցեք սրանցից, որ կգցեն էջ, հետևորդներ ունեն, չգիտեմ ինչ կանեն, օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, բոլորն էլ պատասխան են տալու, ով ինչ հայտարարություն ած դրա համար պետք է պատասխան տա, Նատալին, որտեղից գիտի ինչ ա եղել Բաքվում, ոնց են իմ հետ վարվել, ոնց են վերաբերվել, որ գրել է հայտարարությունը, էդ էլ դու պետքա պատասխան տաս դրա համար, թե որտեղից գիտես, ինձ թվում է մեր ազգային անվտանգությանը շատ հետաքրքիր կլինի, թե որտեղից քեզ ինֆորմացիա, թե ոնց են իրեն հետ վարվել, ինչ ա եղել եւ այլ, որովհետեւ լիքը բաներ կա, որ ինձ թվում է իրանց համար շատ մուտք կլինի։
թե քեզ որտեղից ինչ ինֆորմացիա ունես դու, շատ հետաքրքիր կլինի իմանալ ինձ էլ, հանրությանն էլ, մեր ազգային անվտանգությանն էլ։ Այսքանը ժողովուրդ ջան, լավ եղեք, սպասենք տենանք ինչ են անում, ինչ են խոսում, ըստ այդմ կշարժվենք առաջ։ Իսկ վաղը ես ազգային անվտանգություն կգտամ, դիմումը կգրեմ ու կհելնեմ ձեզ կներկայացնեմ։ Լավ եղեք։